Շնորհակալ, ես նախ ուզում եի հարցնել, լսվում է այսպես։ Հիմա լսվում է։ Շատ լավ։ Նախ խաղաղության պայմանագրի մասին ուզում եի ուղիղ հարցնել, իշխանության գալու դեպքում ձեր պարագայում այն ստորագրվելու է այն տեսքով, որ այս պահին արկա է, թե ոչ, եւ երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հապկի պատճառով մեզ այլ պետություններ զենք չէին տալիս, կխնդրեմ արձագանքեք այս հայտարարությանը եւ հապկի հետ հարաբերություններն ձեր իշխանության դեպքում ինչպես են կարգավորվելու կամ միգուցե հակառակը։ Հասկացա։ Առաջի հարցի վերաբերյալ անցած անգամ ես ասել եմ ինչ կանեի, իմ մոտեցումը չի փոխվել։ Այս հայտարարությունը ըստ էության որևէ երաշխիքներ չի պարունակում իր մեջ, չկան երաշխավորներ եւ իմ առաջարկը հետեւյալն էր. համալրել եւս մեկ համաձայնագրով, որը իր մեջ կներառի հենց երաշխիքային ամբողջ այս կոմպլեքսը։ Եվ այդ երկու փաստաթուղթը ստորագրվեն միաժամանակ։ Այդ դեպքում հասկանալի կլինի, թե մենք ինչ ենք անում։ Եվ չի կարող կայուն խաղաղություն անվանել այն խաղաղությունը, որը հենված կլինի մեկ մարդու տրամադրությունից։ Իլհամ Ալիևի տրամադրությունից։ Իսկ այս քաոտիկ եւ խոսացինք նաեւ աշխարհում թե ինչ է կատարում, այդ քաոտիկ աշխարհում հույս դնել մեկ մարդու տրամադրության վրա ուղղակի անհետեցություն է։ Եվ նաև ավելին կասեմ անպատասխանատվություն է, որովհետև հետո ասելու է, բա, ինչ եղավ, դե ինչ անեմ, հապեց է լինում, ինչ անեմ, սա է լինելու։ Ինչ վերաբերում է հապկին, մենք երբեք ուրիշ տեղից զենք առնելու պրոբլեմ չենք ունեցել, նաև այդպիսի գնումներ եղել են, ուղղակի Ռուսաստանի հետ գնային առումով մենք այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ ուղղակի մարդ հիմար պետք է լինի, որ գնա կրկնակի կամ եռակի ավելի թանկ նույն զինատեսակը առնի որևէ տեղ։ Ու դրա հետ միասին հարցեր առաջանան, թե այդ զինատեսակի սպասարկման համար ինչ պիտի անես, այդ զինատեսակի համար այդ բոյկոմպլեկտը ոնց պիտի բերես, որովհետև լոգիստիկ բոլոր հարցերում լրջագույն խնդիրներ էին առաջանում։ Որևէ նման խնդիր մենք երբևէ չենք ունեցել։ Այն ինչ որ հիմա է արվում, ինձ համար իսկապես մեծ հարցեր է առաջացնում, վերջը ոլորտից հաստատ ավելի շատ եմ հասկանում, քան այսօրվա իշխանությունը, հաստատ անգամներով։ Իմ տպավորությունը, որ իրենք ընդհանրապես բան չեն հասկանում։ Եթե դու ինչ-որ Ֆրանսիայից մի քանի բան հրետանի ես գնել, հիմա դու մտածում ես, թե ինչ գնով եւ ինչ քանակի պետք է զինամթեր կբերես։ Ոնց ես բերելու։ Եվ ինչա դա քո վրա նստելու։ Առնվազն 4-5 անգամ ավելի թանկ։ Ոնց ես սպասարկելու։ Մի քանի 5 միավորի համար սպասարկման կենտրոն ես բացելու, թե ամեն պրոբլեմի համար պետք է ընդդեղից մասնագետներ գան եւ նայեն։ Սա միայն այս պրոբլեմները իր հետ բերում։ Եվ բոլոր երկրներն են այդպես, գիտեք, այսպես մի տերմին կա զինատեսակի զոոպարկ։ Հիմա շատ է օգտագործում նաեւ Ուկրաինայի հետ կապված։ Այդ զոոպարկը բավական պրոբլեմային է։ Դրա համար շատ երկրներ ուղղակի մեկ հիմնական գործընկեր են ունենում խոշոր երկրներից, որի զինատեսակներով համալրում են իրենց բանակը եւ դա չի ստեղծում այդ պրոբլեմները։ Եվ ՆԱՏՕ-ում հիմա ինչի համար են ստանդարտիզացիա է բերում, որ բոլորը իրար նման լինեն։ Հենց այդ հարցերը լուծելու համար։ Հիմա մենք Հնդկաստանից ինչ որ մի բան Հնդկաստանից ենք բերել, մի բան Ֆրանսիայից ենք բերում, մի բան չգիտեմ էլ որտեղից են բերելու, հետո ոնց է այս ամբողջը իրար հետ կապվելու։ Անհեռատես եւ ես ենթադրում եմ միգուցե նաեւ ասենց օդկատների մոտիվացիայով գործընթացները։
Ես արդեն շատ դեպքում խառնում եմ արդեն ինչա։ 18 թվականին ասում էի անփորձեն։ Հիմա 8 տարի հետո եթե ասես անփորձեն, ուրեմն պիտի ասես ապուշեն։ 8 տարում գոնեն բան չսովորեցին, ուրեմն այստեղ կա մարդիկ են, որոնք ընդունակ չեն ինչ-որ բան սովորելու, գոնե անցած սեփական փորձից, կամ մարդիկ են, որոնք այլ մոտիվներ ունեն, այլ մոտիվներ ունեն, այլ նպատակներ ունեն։ Դիվերսիֆիկացիան քո դիրքերդ պետք է ուժեղացնի։ Եթե դու դիվերսիֆիկացիա ես անում զուտ այդ բառը օգտագործելու համար, դա մի հարց է։ Եթե դու անում ես քո բանակ ուժեղացնելու համար, դա լրի ուրիշ հարց է, բայց դու բանակդ չես ուժեղացնում։ Այն նույն հակաօդային միջոցները, որոնք այսօր Ուկրաինայի պատերազմի ժամանակ հաստատեցին իրենց էֆեկտիվությունը, այն նույնը մենք ունենք։ Ես անցած անգամ եթե չեմ հիշում, կամ մեկ անգամ ինչ-որ հրապարակային ասել եմ, Ուկրաինային բայրակտարները 2 շաբաթում վերացել են, ուղղակի վերացել են, բոլորը խփվել են, սկսել են օգտագործել sense հեռավորության վրա միայն որպես հետախուզական անօդաչու սարք։ Մեր մոտ քիչ եղավ սա։ Նույն հակաօդային միջոցներով 2 շաբաթում բայրակտարները ավարտվեցին։ Եվ երբ որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բայրակտարների sense մեծ ռեկլամ եղավ, կոնտրակտներ եւ այլ, sense լավ առաջխաղացում ունեցան, Ուկրաինայից հետո հակառակը եղավ։ Ճիշտ հակառակը։ Հա։ Բան մոռացա թե չէ։ Որտեվ կլուբնիկային բարեփոխումներ էին անում։ Որտեղ ինչքան լավ մասնագետ կա սաղին, անունը դրել են Թալանչի գող, աշխատանքից հեռացրել են, տեղը նշանակել են գծնող սպաններ։ Պատճառներից մեկն էլ սա է, որտեղ երբ որ արդեն պատվիրած հոբ համակարգը որ պետք է գար, փոխարինել էր 4 սուերով, որոնք մեկ մարտական թռիչք չեն արել։ Ու կարող եմ այս շարքը շարունակել։ Եկեք անցնենք հիմա հապկի հետ հարաբերվելու խնդիր չկա ընդհանրապես։ Նայեք, հապկի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն։ Հիասթափությունս գալիս է հետևյալից։ Իրականում հապկի անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի հետ։ Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ինչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք հապկի հետ։ Հակառակը, արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի։ Մենք պետք է հապկին դիտենք հետևյալ կերպ։ Հապկը ինքը իրենով առանց Ռուսաստանի ինչ է իրենից ներկայացնում։ Ոչինչ։ Այսօր օրինակ ՆԱՏՕ-ից եթե Միացյալ Նահանգները դուրս գան, ՆԱՏՕ-ի տակ ինչ է մնալու։ 80% ծախսերը Միացյալ Նահանգների ծախսերն են եւ Միացյալ Նահանգների կարողություններն են ՆԱՏՕ-ում։ Հապկին նայենք որպես Ռուսաստանակենտրոն մի կառույց եւ մենք գործ ունենք Ռուսաստանի հետ։ Մոռաց Լուկաշենկոին, մոռաց թե ինչ որ մի բան են չի ասել կամ են չի արել կամ մոռաց կենտրոնական Ասիայի երկրներին։ Շատ պրագմատիկ բաների մասին եմ խոսում։ Բայց sense դրոշ սարքել եւ դրա այդ հողի վրա Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել եւ հետո ասել զենք չեն տալիս, չեն ծախում եւ այլն, դու ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվի։ ABC News, հաջորդը Alpha News։ Պարոն նախագահ, դուք ասացիք, որ Արցախի հարցում ամենաիրատեսական տարբերակը